Շատ տարիներ առաջ միտեղ մի աղջիկ էր ապրում, որը պապից մնացած ժամացույց ու տատից մնացած դրամապանակ էր պահում որպես ամենաթանկ հիշատակներ։ Պապը վաղուց էր հեռացել կյանքից, բայց նրա հին ժամացույցը դեռ աշխատում էր, դանդաղ, հավասար տկտկոցով։ Այն միշտ մի քիչ առաջ էր ցույց տալիս, ասես ուզում էր ասել՝ մի ուշացիր կյանքից։ Երևի աղջնակը փոքր ժամանակ չէր հասկացել դրա իմաստը, բայց հետո տարիները սկսեցին բացել դրա իմաստը նրա համար։ Տատն էլ տարիներ առաջ էր հեռացել, թողնելով մի մաշված, բայց ամուր դրամապանակ։ Դրա մեջ միգուցե երբեք շատ փող չէր եղել, փոխարենը բազմաթիվ էին խորհուրդները։ Նա սովորություն ուներ ասելու՝ փոքր բաները փրկում են մեծ օրերը։ Աղջիկը մեծացավ այդ երկու իրերի հետ։ Մեկը հիշեցնում էր ժամանակի մասին, մյուսը երևի կյանքի պարզության։ Երբ նա դժվար օրեր էր ունենում, ձեռքը դնում էր կամ ժամացույցին, կամ դրամապանակին։ Ժամացույցը նրան սովորեցնում էր չուշանալ կարևոր բաներից, իսկ դրամապանակը չվախենալ փոքր խնդիրներից։ Մի օր, երբ արդեն հասուն կին էր, հասկացավ, որ պապի ժամացույցն ու տատի դրամապանակը պարզապես իրար չեն։ Դրանք երկու տարբեր սերունդների լուռ խորհուրդներ էին։ Մեկը ասում էր ժամանակդ մի վատնիր, մյուսը ասում էր մի վախեցիր այն ապրելուց։ Եվ այդ օրվանից նա սովորեց մի բան. կյանքը հավասարակշռություն է ժամանակի ու հոգու, շտապելու ու գնահատելու միջև։